Not sad when she asks you this. It's like Շվեյցարացի դրամատուրգ եւ ռեժիսոր Լուսիեն Հոգը նախ Երևանում, հիմա արդեն Գյումրիում է թատրոն դասարանում նոր ձևաչափով ներկայացում բեմադրում։ Նախընտրելին եղել է Էտյուդ ստուդիան։ Պատանի դերասանները խաղում են ոչ թե բեմում, այլ դասասենյակում։ Որ իմացանք դասարանում է, այդքան շատ բարդություն չպատկերացրեցինք, միայն բարդը այն էր, որ հենց լինելու ենք ու շփվելու ենք հանդիսատեսի հետ, նրանց հետ խոսելու ենք, երևի թե դա կլիներ ավելի բարդ։ Մենք չգիտենք, որովհետև թե ինչպես նրանք վերաբերվեն մեզ, կարծականքեն մեզ, դա էր բարդությունը։ Իրականում չէի պատկերացնում, ոնց կարող ենք խաղալ դասարանում, մանավանդ երեխեքներ այնտեղ դասարանի երեխեքներ են մասնակցելու, ես չէի պատկերացնում առանց բեմ, առանց երաժշտություն, առանց լույս ներկայացում, ոնց որ հիմնականում մեր վրա ամեն ինչ լիներ, չկար ոչ մի օգնություն. So it's an opportunity to do theater that is very close, physically close. Այս ձևաչափով թատրոնը ֆիզիկապես թե թեմատիկ առումով ամենամոտն է հանդիսատեսին եւ ավելի մեծ տպավորություն է թողնում դեռահասների մոտ։ Այդ տարիքի երեխաների համար հաճելի է, որ իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն են բարձրաձայնվում հենց իրենց մասնակցությամբ։ Ես ինքս նման հնարավորություն ունեցել եմ որպես աշակերտ խաղալ ներկայացման մեջ եւ շատ եմ տպավորվել։ Ռեժիսոր դրամատուրգ Լուսիեն Հոգի պիեսները բեմադրվել են Շվեյցարիայի եւ Գերմանիայի տարբեր թատրոններում։ Դասավանդում է վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում է Գեղագիտության ազգային կենտրոնի միջազգային համագործակցության շրջանակներում։ Իրականացնում է նախագիծը Երևանում եւ Գյումրիում, բաղկացած է երկու փուլից։ Երևանյան փուլը հաջողությամբ ավարտել ենք, երեխաների հետ ներկայացում է բեմադրել եւ երեխաները արդեն հնարավորություն ունեցել տարբեր դպրոցներում եւ դասասենյակներում ներկայացնել այդ ներկայացումը։ Շվեյցարացի երիտասարդ դրամատուրգի հեղինակած Մարդու սրտի մեխանիկան պիեսը մարդկային հույզերի, զգացմունքների եւ տարբեր իրավիճակներում ելք փնտրելու գտնելու մասին է։ Պիեսում բովանդակային փոփոխություններ կատարվել են, հարմարեցվել է հայկական մտածելակերպին։ Սա ուզեն ընկերանալու հետ, որովհետև ես դպրոցի տնօրենի աղջիկն եմ, բայց ոչ մեկ իրական չեն։ Նրանք կամ վախենում են ինձանից, կամ ուզում են հաճոյանալից, կամ էլ երկուսն են։ Կաղապարված մոտեցումների դեռահասության տարիքում մտահոգող մի շարք թեմաներն են նոր բեմադրության առանցքում։ Շվեյցարացի բեմադրիչին օգնել են 13-ից 17 տարեկան երեխաները, որոնք տարիքային առանձնահատկություններից ելնելով իրենց սցենարային, բովանդակային փոփոխություններն են առաջարկել Լուսիենին։ Հիմնականում ընտրել ենք այնպիսի թեմաներ, որը շատ արդի է բոլոր դպրոցներում, հիմնականում ընտրել ենք ծաղրանքի թեմաները, փոքր-ինչ սիրային թեմաներ կան, որովհետև դա առանց դրա չի լինի միանշանակ ոչ մի դպրոց, հիմնականում այդ թեմաներն են ծաղրանք, բուլինգ։ It was great working with them because they were very honest with me. Շատ անկեղծ են երեխաները, իսկ նման ներկայացումների համար դա չափազանց կարևոր է։ Մենք երկար քննարկումներ ենք ունեցել երեխաների հետ թե Երևանում, թե Գյումրիում։ Ամենաշատ մտահոգող թեման ծաղրանքի եւ բուլինգի դրսեւորումներն են դպրոցներում։ Շատ ենք խոսել նաեւ ընկերության մասին։ Ես չեմ սիրում անի, ինչու պետք է ընկերանամ նրա հետ, որովհետև ծնողներս են ուզում։ Ես ինքս եմ ուզում ընտրել իմ ընկերներին։ Պատանի դերասանների հետ բեմադրիչն ավարտում է փորձերը։ Նրանք արդեն պատրաստ են շրջել Գյումրիի դպրոցներով։ Ուսուցիչներին, աշակերտներին առանց զգուշացնելու կմտնեն դասարան։ Կընդմիջեն դասապրոցեսը եւ աշակերտներին այդ ընթացքում հանդիսատեսի կվերածեն։ Թատրոն դասարանում նախագծի ձևաչափն է այդպիսին։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։